Հարգելի ուչեր դասարանցիներ, մենք շարունակում ենք մեր էլեկտրականության թեման, այսօր կտեսնենք, թե ինչ ազդեցություններ է գործում ուրեմն էլեկտրական հոսանքը։ Ուրեմն էլեկտրական հոսանքի ազդեցությունները պարագրաֆ 8-րդ։ Ուրեմն էլեկտրական հոսանքը, երբ որ անցնում է մարմնի միջով, ապա նա թողնում է հետևյալ ազդեցություններ, ուրեմն ջերմային ազդեցություն, քիմիական ազդեցություն, մագնիսական ազդեցություն և կենսաբանական ազդեցություն։ Այս 4 ազդեցությունները, որ էլեկտրական հոսանքը թողնում է։ Ջերմային ազդեցություն։ Ինչ ջերմային ազդեցություն է գործում էլեկտրական հոսանքը։ Ուրեմն էլեկտրական հոսանքը ոչ միայն ուրեմն գալվանական էլեմենտներ տարեց, այլև մենք կարող ենք միացնել հոսանքի աղբյուրից այս ջեռուցման համակարգը։ Ուրեմն հոսանքի աղբյուրը դա տնային հոսանքի աղբյուրն է, որը միացված է էլեկտրոցանցին։ Տանկի տնային հոսանքի աղբյուրը խրոցի միջոցով միանում է վարդակին, այդ լարի մեջ, սև գույնի լարի մեջ կա երկու հատ ուրիշ լարեր, ես մեկը նկարել եմ կարմիր գույնը, մյուսը կապույտ գույնով։ Այս երկու լարերի միջով հոսանք է անցնում, մեկով անցնում է, մյուսով վերադառնում կամ հակառակը։ Այսինքն մենք ունենք այսպես փոփոխվող հոսանք, մի կողմից գնացող, մյուս կողմից գալացող և հակառակը։ Այդ լարի միջի երկու լարերը, կարմիր և կապույտ լարերը, միացված են այս ջեռուցման սարքի մեջ պարուրներ կան, այդ պարուրներին են միացված։ Այդ պարուրները իրենցից ներկայացնում են քրոմից և նիկելից պատրաստված պարուրներ։ Նրանք կոչվում են քրոմնիկել լար, էլի, քրոմնիկելի լար։ Այդ լարերից են պատրաստված։ Հիմա երբ որ հոսանք է անցնում, երբ որ մենք միացնում ենք խրոցը, մտցնում ենք վարդակի մեջ, ապա այդ քրոմնիկելի միջով հոսանք է անցնում և քրոմնիկելը տաքանում է։ Այսպիսով տեղի է ունենում ջերմային էֆեկտը, հոսանքի ջերմային էֆեկտն է տեղի ունենում։ Ինչ քիմիական ազդեցություններ է կատարում հոսանքը։ Ուրեմն թթուների, աղերի, հիմքերի լուծույթները իրենցից ներկայացնում են, ջրային լուծույթները, իրենցից ներկայացնում են էլեկտրոլիտներ, ինչպես մենք տեսանք նախորդ տեսանյութում։ Այս էլեկտրոլիտի մեջ, երբ որ մենք մտցնում ենք ցինկի և պղնձի թիթեղներ կամ ձողեր, ապա մենք ունենում ենք ցինկի վրա բացասական էլեկտրոնների ավելցուկ, իսկ պղնձի վրա ունենում ենք էլեկտրոնների պակասորդ, այսինքն դրական լիցքավորված։ Պղինձը լիցքավորվում էր դրական, իսկ ցինկը լիցքավորվում էր բացասական։ Ու այստեղ ես նկարել եմ H2SO4 ուրեմն թթվի լուծույթը, թույլ լուծույթի դեպքում ինչպես էր տեղի ունենում ուրեմն էլեկտրական հոսանքի երևույթը։ Ինչպես տեսնում եք, այստեղ մենք ինչ էինք անում, պղնձից դրականը ցինկից էլեկտրոնները վերցնում էինք, ուղարկում էինք դեպի պղինձը, որի դեպքում տեղի ունենում վերականգնում։ Երբ որ SO4-ը միանում էր ցինկին,
վերականգնման երևույթ է։ Այս մենք կարող ենք ուրեմն բացի ուրեմն H2SO4-ից լուծույթ օգտագործել հոսանք ստանալու համար կամ մեկ այլ երևույթ ստանալու համար, այլ կարող ենք օգտագործել պղնձի սուլֆատ, կուպրում SO4 անգամ 5H2O։ Այդ կուպրում SO4 5H2O լուծույթի մեջ տեղադրելով ցինկի եւ պղնձի դիտերներ կամ ձողեր եւ միացնելով մի սարքի, որը ուրեմն ցինկին տալիս է բացասական, իսկ պղնձին տալիս է դրական, ապա մենք ցինկի ձողի վրա տեսնում ենք, որ հավաքվում է ուրեմն պղնձի շերտ։ Ինչի է հավաքում պղնձի շերտ, որովհետև կուպրում SO4-ը բաժանվում է երկու ուրեմն բաղադրիչների, կուպրում պլյուսի եւ SO4 մինուս ուրեմն բաղադրիչի, որոնք մենք անվանում ենք իոններ, այսինքն բաժանվում են իոնների։ Ուրեմն կուպրումը մոտենում է ցինկին, որովհետև նա բացասական է լիցքավորված, իսկ կուպրումը դրական է լիցքավորված, իսկ SO4-ը բացասական է լիցքավորված, մոտենում է կուպրումի դրական լիցքավորված ուրեմն կաթոդին, անոդին եւ մենք SO4-ը միանում է կուպրումի հետ։ Այսինքն մի տեղում կուպրումը քայքայվում է, մյուս տեղում պղինձը վերականգնվում է։ Այսպիսի քիմիական էֆեկտ է տեղի ունենում էլեկտրոլիտներում, երբ որ մենք հոսանք ենք միացնում։ Ուրեմն, երբ որ ես բացատրում էի Էյնշտեյնի ուրեմն գրքի մեջ ինչ նյութեր են տեղադրված, ապա այնտեղ խոսել եմ ուրեմն մագնիսական երևույթի մասին, թե հոսանքը ինչ մագնիսական երևույթ է առաջացնում։ Մագնիսը ինչ էր։ Ուրեմն մագնիսը նյութ էր, որը գտնվել էր ուրեմն մագնետիկուս քաղաքում եւ այդ քաղաքում գտնված նյութը իրեն էր ձգում երկաթյա առարկաները։ Այդ նյութը անվանել են մագնիս։ Այդ մագնիսը իր շուրջը ստեղծում է մագնիսական դաշտ, ինչպես էլեկտրոնները լիցքավորված մարմինները, էլեկտրականապես լիցքավորված մասնիկները իրեն շուրջը ստեղծում էին էլեկտրական դաշտ։ Այստեղ ուրեմն դանիացի ֆիզիկոս Հանս Քրիստիան Էշտեդը ուրեմն ցույց է տվել, որ հոսանքը ստեղծում է իր շուրջը մագնիսական դաշտ։ Ինչպես է ցույց տվել, այստեղ սարք է նկարված, որի ներքևում նկարված է ուրեմն Ալեքսանդր Վոլտայի ստեղծած տարրը կամ էլեմենտը, որի մի ուրեմն թիթեղը, մի ձողը իրենից ներկայացնում էր ցինկի թիթեղ կամ ձող, իսկ մյուսը պղնձի թիթեղ կամ ձող, եւ մտցված էր էլեկտրոլիտի մեջ։ Այստեղ նկարված է անջատիչը, ուրեմն երբ որ միացնում ենք, այս օղակի միջով, որտեղ օղակ է նկարված, լարից պատրաստված օղակ է, այդ օղակի միջով հոսանք է անցնում, իսկ մեջտեղում տեղադրված է ուրեմն կողմնացույց, կողմնացույց է տեղադրված, բայց այդ կողմնացույցը
ինչպես ասում են, իրենց ներկայացնում է մագնիսական սլակ։ Այդ մագնիսական սլակը, երբ որ հոսանք է, երբ որ անջատիչը միացնում ենք, հոսանք էր անցնում օղակի միջով եւ մագնիսական սլակը շեղվում էր։ Այստեղից ենթադրում ենք, որ էլեկտրական հոսանքը իր շուրջը ստեղծում է մագնիսական դաշտ, որն էլ ազդում է ուրեմն մագնիսական սլաքի վրա։ Այսպիսի մագնիսական երևույթ է առաջացնում ուրեմն էլեկտրական հոսանքը։ Մենք կարող ենք սովորական հոսանք ունեցող լարին էլ մոտեցնել մագնիսական սլաքը կամ այսպես կոչված կողմնացույցը, մենք կունենանք նման երևույթ, կտեսնենք նման երևույթ։ Ուրեմն ինչ կենսաբանական ազդեցություն է գործում էլեկտրական հոսանքը։ Ինչպես մենք նախորդ տեսանյութում ցույց տվեցինք, որ էլեկտրական հոսանքը պարզապես անցնելով կենդանի օրգանիզմների հյուսվածքների միջով, նա ուրեմն կենդանի օրգանիզմների հյուսվածքները պարզապես ձգում է, ճկում է, ինչպես մենք տեսանք այս գործի տարբերակով, որը ցույց է տվել ուրեմն Լուիջի Գալվանին, ով պատկերացնում էր, թե գործի մեջ է գտնվում էլեկտրականությունը, գործը էլեկտրականացված է, այդպես որ լիներ մարդն էլ պետք է էլեկտրականացված լիներ, բոլոր կենդանի օրգանիզմներն էլ պետք է էլեկտրականացված լիներ, բայց այդպես չէր, որովհետև Ալեքսանդր Վոլտան ցույց տվեց, որ երբ որ տարբեր մետաղներ դնում ենք թթվային միջավայրում, ապա տեղի են ունենում ուրեմն էլեկտրական հոսանքի երևույթը։ Այսքանով սահմանափակվենք, հանդիպենք հաջորդ տեսանյութում։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ստեսություն։